Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր նոր են միացել մեր YouTube-յան ալիքին, նոր են սկսել հետևել մեր ալիքի հաղորդումներին, խնդրում եմ, եթե իհարկե դժվար չէ, սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին, որի համար կլինեմ խորապես շնորհակալ։ Այսօր մեր զրուցակիցն է Ոմա կազմակերպության հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը, բարև ձեզ պարոն Վարդանով եւ շնորհակալություն, որ հերթական անգամ մեր տաղավարում եք։ Պարոն Վարդանով, երևի մեր զրույցը սկսենք 44-օրյա պատերազմի այս քննիչ հանձնաժողովի գործունեության ավարտի մասին ձեր կարծիքները, տեսակետները հասկանալով եւ ընդհանրապես ասեմ, որ կարծես թե ես հասկացա մի բան, որ 44-օրյա պատերազմը քննող այդ հանձնաժողովը, ինչպես նաև, եթե կհամաձայնվեք, նաև քարոզիա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ըստ էության որևէ ծանրակշիռ եւ հիմնավոր եզրակացություններ չարեցին եւ մեր հանրությանը չհրամցրեցին այն, այսպես ասած, շատ սպասված իրողությունները, որոնք պիտի լինեին, որոնք պիտի բացահայտվեին եւ մեր հանրությունը ունենա շատ այդ ցավոտ հարցերի շատ պատասխաններ, բազմաթիվ պատասխաններ։ Ինչ կարծիքի եք, թե գուցե ես սխալվում եմ։ Ինչի ես չեմ զարմանում ձեր հարցերից։ Երբ որ առաջանում է իրավիճակ, որտեղ որ ոչ պետական օֆիցիոզը պետք է քննարկի, այդ վաղտ ինձ հրավիրում են ու արդեն մի 7-րդ թե 8-րդ լրատվամիջոցն է, որ ինձ հրավիրել է հենց այդ հարցը առաջինը տալով։ Գիտեք ինչ, նախ սխալ է, որ չկա հանձնաժողով, որը ծանրակշիռ կամ չկա ծանրակշիռ քարոզիայի հետ կապված, որ աշխատանք է տարել վերլուծելու, դա ճիշտ չի, որովհետև աշխատանքը տարվել է, ուղղակի հանրային, ասենք, դաշտ ինֆորմացիա չկա դրա մասին։ Ինչ է արվել։ Ուսումնասիրել են արդյոք այդ քարոզիայի հետ կապված հանձնաժողովի աշխատանքները, թե չէ։ Համոզված եմ, որ ոչ, որտեղ 20 թիվը չէր կարա լիներ, եթե քարոզիայի մարտական գործողությունները նորմալ ուսումնասիրած լինեին։ Համոզված եմ, որ ոչ, որովհետև քարոզիան դա հանգուցյալ մեծարգո Արկադի Իվանիչը, կոմանդոսը, ասում էր, որ դա ռազվեդկա բոյ է։ Այսինքն նա սպասում էր արդեն 44 օրյա։ Չէ, սպասում էր, չէ։ Սպասելու հետ կապված ուրիշ բան կասեմ հեսա։ Այդ քարոզիայի ժամանակ ինքը ասեց, որ դա հետախուզություն մարտով է։ Որ թուրքերը հետախուզական գործողություններ են արել, որպեսզի բացահայտեն մեր կրակակետերը, զենքի հնարավորությունները, մոբիլիզացիայի հնարավորությունները, լոգիստիկ ճանապարհները, որով են տեղաշարժվելու զորքերը եւ այլն, հետախուզություն։ Մարտ են անում, որ հետախուզեն մեր հնարավորությունները։ Ինչ վերաբերվում է կանխատեսելուն, ուրեմն փետրվար ամսին 16 թվականի ընդհանրապես քարտեզի վրա ինձ հարց էին տվել, ես քարտեզը մի քիչ ոչ թե մանրակարգիտ ուսումնասիրելով ասել էի հյուսիսում կխփեն շեղող հարված քարվաճառի ուղղության վրա, քարվաճառը այնքան լեռնային է, որ չի կարա ինքը գլխավոր ուղղությունը հարվածի լինի, որտեղ որտեղով մեծ քանակ զորքեր չես կարա տեղափոխես։ Ինքը կլինի շեղող կամ օժանդակող։ Հյուսիս-արևելյան եւ հարավ-արևելյան ուղղությունների վրա է հարվածը լինելու հաջողության դեպքում, մեծ հաջողության դեպքում ակնայի ուղղությունով լայնածավալ հարձակում։ Ոնց ասել եմ, տենց էլ եղել է։ Բայց ոչ թե որ ես շատ խելացի եմ, չէ, ուղղակի ասենք քարտեզը հետ է թելադրում։ Բանը 16 թվականի ապրիլյան գործողությունները քննող հանձնաժողովը քննեց, հետո դրեցին ինչ-որ դարակների մեջ։ Հրամանատարական կազմը կամ հավես չարեց, կամ հնարավորություն չուներ ծանոթանալ մինչև 20 թվականի սեպտեմբերը այդ եզրակացությանը։ Ես համոզված չեմ, որ այնտեղ ամբողջությամբ, ասենք, ինձ գոհացնող, ասենք, բաներ կլիներ, ինֆորմացիա կլիներ, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ բավարար կլիներ ինֆորմացիան, որ 20 թվականին հրամանատարական կազմը մի քիչ ավելի լավ պատրաստված լիներ։
Ես նկատի չունեմ գենշտաբը։ Գենշտաբը իհարկե, ասենք, անհրաժեշտ մարդիկ, ասենք, ծանոթացել են։ Բայց եթե դու սխալներ ես ուսումնասիրում ես նաև մարտավարական օղակը։ Դա դաշտում եղած գործողությունների սխալները, ճիշտը, հակառակորդի գործողությունները, քո գործողությունները, այդ մարտավարական օղակը ծանոթ չէր, դա 100% գիտեմ, ընդհանրապես ծանոթ չէր այդ վերլուծություններին։ Հիմա կարծում եմ 20 թվականի գործողությունների վերլուծությունը, որ ինֆորմացիա են հավաքել կես տարի, չէ, կես տարի վերլուծել են, հետո մի հատ կես տարի էլ է պահանջվել վերլուծելու, 1.5 տարի բան են անում։ Ինչի համար այդքան ուշ սկսեցին, ես չեմ հասկանում, պետք է անմիջապես սկսեին, ասեմ ավելին, 21 թվականի նոր հայտարարեցին, չէ, 20 թվականի նոյեմբերին արդեն կարող է դրանից շուտ է սկսել, ասենք անմիջապես մարտերի ժամանակ կարող է սկսել 20 թվականին, չեմ իմանում, բայց գնդապետ Ասլանյանը, Նորայր Ասլանյանը, ուրեմն բաժին է ստեղծվում, որը պիտի ուսումնասիրի մարտերը 20 թվականների եւ գնդապետ Ասլանյանին նշանակում են այդ բաժնի պետ, ինքը սկսում է լարված աշխատանքներ կատարել, ստուգելու թե որ ստորաբաժանումը ինչ արել, ոնց արել, ճիշտ արել, ճիշտ չի արել, հրամանը ոնց է ասել, ճիշտ է ասել, ճիշտ չի ասել, խեղաթուրվել է, չի խեղաթուրվել։ Ցավալի է, բայց անցնում է երևի մի տարի, այդ բաժինը փակում են։ Այդ բաժինը փակում են, հետո Նորայր Ասլանյանի վրա քրեական գործ են բացում, հիմնարաբար ես կասեի, զենք զինամթերք տեղափոխելու հետ կապված, ինքը շուշուտ Արցախ էր գնում գալի, բնական է, պետք է օգտվեր իր կապերից այդ բաների, որ առաջանում էր հաճախ հետները հանդիպելու խաղաղապահների, այսպես կոչված խաղաղապահների, ռուս զինվորականների, բնական է ինքը օգտվել էր դրանից։ Իրեն երկար ժամանակ պահեցին փակի տակ, բաց են թողել, կարծեմ, այս տարվա սկիզբ, թե անցած տարվա վերջ։ Այդ ուսումնասիրելու ցանկությունն կար այդ ցանկությունը պաշտպանության նախարարությունում, գլխավոր շտաբում, որ 100%։ Հետո ստեղծվում է հանձնաժողովը, այդ աշխատանքները հիմա լավ արել թե վատ արել չգիտեմ, որովհետև հայտնի չի ինչի են եկել, այդ մատերիալները ինձ հասանելի չեն, այդ նյութերը համոզված եմ, որ մեջը շատ պիտանի նյութեր կան, հրամանատարական կազմի համար ընդհանուր, համոզված եմ, որ շատ նյութեր կլինեն դատախազության համար, որ ոչ թե անգործությունից ստորաբար ընկնի, ասենք, 1-2 պատրոն ունեցողներին, ասենք, բռնի ու դատի, այլ ծանրակշիռ հանցանք, ռազմական հանցանքներ, եթե չէ, ռազմական ծանր հետևանքներ ունեցող հանցանքներ քննի։ Այդ անգործությունից է, որ ինքը դատախազությունը այդքան վատն է մարդկային տեսակետից, իր մարդկային դեմքը կորցնում է, ստորություններ է իրան թույլ տալի, ապագա պաշտպանության, ասենք, եւ անվտանգության նկատմամբ։ Նկատի ունեմ անցած տարի մահացած Լևոն Գևորգյանի քրեական գործը, երբ որ ինքը մշտապես միայն մարզումներ է արել, երբեք որսի էլ չի գնացել կյանքում, բայց իր մոտ փամփուշտներ գտնելու, որը ինքը պոլիգոն տարել էր կրակելու, իրան այդ փամփուշտների համար քրեական գործ հարուցեցին։ Նույն, ասենք, այդ սրիկայաբար Լևոն Գևորգյանին սրանից 6 տարի առաջ դատեցին, էլի 170 պատրոն, որովհետև պետությունը իր ֆունկցիաները նորմալ չի կատարում պարապողներին մատչելի կամ անվճար փամփուշտներ հասցնելու։ Եվ տարբեր, ասենք, եղանակներով փամփուշտներ հայտնվում մարզողների մոտ, ով իրան կարում է ֆինանսապես թույլ տա, ասենք, չի անում նման բան, որտեվ գիտի ինչ ստոր վերաբերմունք է պարապողների նկատմամբ։ Հիշենք մի հատ բան, էլի, տարական մի բան ասեմ։ Թուրքերը 3700 հոգի մարդ Բերդից հանել են, զենք են տվել ձեռը, ասել են գնացեք հայերին սպանեք։ 3700 90-ական թվականներին։ Հենց 88 թվից OMON-ը ձևավորվելուց հետի առաջի ակցիան եղավ։ Բերդից դուրս էին հանում նստած մարդուն,
ոստիկանի, ասենք, բան էին տալի, միլիցիոների կորոշկա էին տալի, նստածին միլիցիա եւ ուղարկում էին Ղարաբաղ կռվելու։ Իսկ հայերով փառապանց հայկական դատախազությունը 370 քրեական գործա հարուցել եւ նստացրել այն մարդկանց, ովքեր որ պատերազմին մասնակցում էին այդ ժամանակ։ Ուղղակի մոտները կամ զենք ա եղել, կամ զինամթերք ա եղել, արձակուրդ են եկել եւ այլն, ռյուկզակների մեջ ա եղել, կամ հատուկ, ասենք, իրանց զայքն ա եղել, տրաֆեյ ա եղել եւ այլն։ То есть մոտեցումների մասին ա խոսք, էլի։ Դրա համար հիմա թուրքը հաղթեց, իսկ մենք պարտաբանք, որտեղ մենք ունենք սրիկա ու միջև օրս սրիկա մոտեցում պատրաստվողների եւ պատերազմի մասնակցողների նկատմամբ, թուրքը ավելի հետևողականորեն իր ազգային շահերն է պաշտպանում։ Անկամ հիշենք, ասենք, Պրիգոժինի բերթերից մարդկանց մարտի դաշտ տանելը։ Իսկ մեր մոտ հակառակն էր։ Ես մարդ գիտեմ, որ 88 թվականին իր ընտանիքը պաշտպանելու համար խոհանոցում պայթուցիկ է սարքում, Բաքվում, որ կարողանա պաշտպանվի։ Թուրքերը իրան ձերբակալում են, դատում են, մի քանի տարի հետո 91 թե 2 թվականին իրան փոխանցում են Երևան, ինքը գալիս տեղ նստում է։ Սրոկի մնացած հատված այդ մարդը ստե նստում է, ու այդ մարդու անունն էլ կարամ տամ, գիտեմ որտեղ է ապրում, կնոջս Դվայրոդնիկ հերրին է։ Մի որոշ ժամանակ երկար բավականին այդ արարքի համար ինքը նստել է, որպեսզի ինքնա պաշտպանության, ասենք, բան չսարքեր, թուրքերը իրան մորթեին։ Այդտենց հիմար ստոր մոտեցումներ ունեն մեր իրավապահ մարմինները 90 թվականից առ այսօր, ես պատասխանատու եմ իմ ասացի համար, օրինակները բերեցի, հանգուցյալ Լևոն Գևորգյանի, ուրիշ օրինակներ էլ ունեմ, ուղղակի չեմ ուզում բարձրաձայնեմ։ Լևոն Գևորգյանի, ասենք, ազգային լեգիոն ուսումնական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, որը տասնյակ տարիներով մարզում եւ պարապացնում էր երեխաներին դեռ 80 թվականներից, երբ որ պատերազմի շունչը նոր էր գալի, բաններ բացել ակումբ պատանի դեսանտայինների։ Պարոն Վարդանյան, միգուցե դուք մանրամասներ այստեղ ավելի որպես մասնագիտորեն շարադրեք։ Միգուցե այդ հանձնաժողովը ինչ որ բաներ հրապարակել է, մենք չգիտենք, կամ պիտի ինչ որ բաներ պարզել էր, որ պիտի հրապարակեր, բայց դրանք հրապարակման ենթակա չեն, արդեն ինքներդ լավ գիտեք, ռազմական գաղտնիք, պետական գաղտնիք հանդիսանալու պարագա կա այստեղ։ Ինչ կարծիք եք։ Միգուցե նաև օբյեկտիվորեն ընդհանուր փորձենք նայել։ Տենց չի էլի, ասենք, նման հանձնաժողովների աշխատանքները բաց են, կիսաբաց են, փակ են։ Մի հատված բաց է, ընդհանուր, ոնց որ ասած թեզեր, որպեսզի հասարակությունը իմանա։ Կիսաբաց են, այն մարդիկ պիտի իմանան, ովքեր որ մի քիչ ավելի խորն են դրան ծանոթ, այն մարդիկ, ովքեր որ ծառայության մեջ են, բայց ասենք իրենց գաղտնիության թույլտվությունը, ասենք գաղտնի փախստաթղթերի հետ աշխատելու բանը աստիճանը այդքան բարձր չի։ Եվ մաքսիմալ բարձր աստիճան ունեցող գաղտնիության, ասենք, բանի, գաղտնիության կատեգորիայի դա բարձր զինվորական հրամանատարներն են, բարձր պաշտոնյա ուժայինները, մարզպետներ, բան եւ այլն։ Ամեն դեպքում կան ձերբակալվածներ, չէ՞, դեռ բարձրաստիճան ռազմական զինվորական պատասխանատուներից Ջալալ Հարությունյան, չէ՞, դրա հետ կապ չունի, չէ, ասեմ, այդ հանձնաժողովից կարող է քրեական գործեր էլ առաջանան, որտեղ եթե իրանք քննեն ու պարզվի, որ 99-223 զորամասի հրամանատարը հրամանա ապուշ ձևի է կատարել եւ արդյունքում հանձնել է Կարմիր շուկան։ Ես մեր զորամասն եմ ասում, Կարմիր շուկան էլ մենք չենք հանձնել, իդեպ։ Այդ դեպքում քրեական գործ պիտի բանարվի, ինչի համար է, ասենք, Շարքային Վարդանովը, որ այդ գումարտակի հրամանատարներ շարքային լինելով, ինչի համար է ինքը հրամանը խախտելով, ասենք, հանձնել։ Ու եթե պարզվի, որ էդի ռեալ հնարավոր էր պաշտպանել չկահավորված դիրքերը եւ այլն, բայց ես
հրաման եմ տվել հետ քաշվելու կամ սարսափահար փախել եմ եւ իմ հետևից քաշ եմ տվել, ասենք, գումարտակի մյուս տղեկին, օրինակ ծառայելով, դեպքում ես պիտի դատվեմ։ То есть այդ ձևով են քրեական գործեր, կամ ասենք պաշտպանական շինությունների պատասխանատուն, խոսքի օրինակ, ինչ որ գեներալ է։ Դու արդեն գալիս է քրեական պատասխանատվություն, որտեվ երկրորդ գիծը, որ բանը կահավորված չի եղել, դա ոչ մեկի համար գաղտնիք չէր ջրականում։ Ոչ մեկի համար։ Այո, բազմից եմ լսել։ Ոչ թե առաջի գծի, այսինքն դա հանդիսացավ, կարելի ասել հանդիսացավ, կներեք, պատերազմի աքիլեսյան գարշապարը, որը բերեց իրական գարշապարը ամբողջ ճակատն է։ ամբողջ ճակատ։ Ամբողջ ճակատն է։ Բայց հատկապես չի կարելի ասել ջրականի ճակատ։ Ամբողջ ճակատը մի գծով էր։ Ամբողջ ճակատը։ Բայց եղել են չէ տեղեր, որտեղ չի հաջողվել թշնամու ջերքել, առաջանալ։ Այնտեղ ուրիշ խնդիրներ կա։ Մի հատ մասնագիտական, այսպես ասած, չնայած լայն զանգվածներն էլ պիտի հասկանան դա։ Այնտեղ որտեղ չկա բնակավայր կպած սահմանին։ Այո։ Այնտեղ այնքան էս հետ քաշվում մինչև երկրորդ գիծը։ Եթե չկա երկրորդ գիծ ու բնակավայրեր, դու տրճիկ ես տալի, մինչև հանդիպես ինչ որ բնակավայրեր, որ կարան հանդիսանան երկրորդ գծի հենակետեր։ Ոնց է Ուկրաինայում ցանկացած բնակավայր բնական ամրոց է, ու բնական չէ, մարդն հասարակել։ Պաշտպանական գիծ է կառուցված։ Գիծել չէ, բայց հենակետ է ցանկացած բնակավայր։ Եթե մյուս բնակավայրի հետ մոտիկ է, կարա գիծել դառնա։ Եթե հեռու է, հենակետ է։ Այ ջրականի ուղղության վրա 60-70 կիլոմետր բնակավայրեր չկար, երկրորդ գիծ չկար, ու բնականը պիտի գային հասնեին մինչև Բերձոր, ջրականով, Կովսականով, Սանասարով հելնեին, ասենք, մինչև Բերձոր։ Ինչու չեն կառուցել այդտեղ եւ ընդհանրապես նաեւ ճակատի որ մասերում չկային երկրորդ գծեր, թե նաեւ եթե ոչ միտեղ չկային, ոչ միտեղ, չէ։ Այնտեղ որտեղ կային գյուղեր, դա չի որակվում, ինքը երկրորդ գծի ձեր կարար խաղար եւ քիչ թե շատ խաղացել է։ Հիշենք 16 թվականը ուղղություններից մեկը, որ դե թուրքերը հաջողել են, մեկը Վարազաբլուրներ, Տխրահարչակ Լալալայկեն կամ Լելեթեփեն, մյուսը Թալիշի վերևի դիրքերը։ Թալիշի վերևի դիրքերը, ասենք որ նայում էր դեպի Կիրովաբադ աչի դիրքերը, թուրքերը վերցրեցին։ Հետո եկան, շարունակեցին իրանց առաջխաղացումը մինչև Թալիշ գյուղ։ Եվ Թալիշ գյուղը դառավ, ասենք, բնակավայրի մեջ վերածվեց բնակավայրում մարտի, այնտեղ ոնց ասած բախտի բերմամբ հայկական հատուկ նշանակության ստորաբաժանումներ գտնվում մոտիկ եւ մոտենում մտնում են մարտի Թալիշ գյուղում եւ թուրքերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հետ են քաշվում հաջողությունը գրանցելով միայն ասենք այդ վերևի դիրքերը պայլը то есть եկան դայեղ եղան գյուղին էլ չկարացան գյուղը վեկալեն նույն ձևով եղել է որոշ Բարդակերտի գյուղերը մի քանի գյուղ բնակավայրեր վեկայել են, բայց եկել են մի քանի գյուղել հանդիպել են, արդեն չեն կարացել գրավեն։ Ակնայում հաջողություն ընդհանրապես չեն ունեցել, Մարտունիում հաջողություն գրեթե չէին ունենա, չեն ունեցել, մենակ աջ ֆլանգը Հադրութի ուղղությունը, քանի որ ընդ բանա Ֆիզուլին Վարանդան կներեք վրիպման համար եւ ջրականը ճեղքեց հակառակորդը Մարտունի աջ ֆլանգը կամաց եկավ, ցենց հասավ Հադրութ եւ Կարմիր շուկա, ու Կարմիր շուկայում նոր կարողացան կանգնացնենք թուրքերին։ Նաեւ մեր գումարտակը։ Մենակ այդ մնացած ուղությունները, քանի որ բնակավայրեր չկար նորմալ քանակի, չկար բնակավայրեր, որոնք որ ասենք հենակետ կարային դառնային, բաց դաշտեր, ընդ որտեղ Հադրութի գյուղերը ինչի համար հանձնվեցին, որտեղ ջրականի բանը բաց տարածքները թուրքերը առաջ խաղացում գնաց հսկայական բան եւ բացեց Հադրութի աջ կողմը եւ իրենք սկսեցին ներթափանցել բավականին մեծ խորության վրա կողմոտ առաջնագիծը Հադրութի սկզբի գյուղերն է երկրորդ գիծը ավելի շուտ բայց ինքը քո խորը թիկունքում համարյա Հադրութ քաղաք են մտնում ինքը բանա Դոլանլար է մտնում ինքը Մոխրենիս է մտնում դա բավականին խորը Հադրութի գյուղերներ այդ
ջրականի կողմից ներթափանցելով եւ դրա համար Հադրութի պաշտպանությունն էլ ասենք փշրվավ բայց այնտեղ որտեղ արդեն չէր կարա ինքը շրջանցեր ու շրջանցիկ հարվածներ հասցներ փորձեց մեզ Մարտունիում ասա Կարմիր շուկայում Մարտունիի շրջանի իրանք փորձեցին աչից մեզ շրջապատեն Սարինշենը վերցնելով փորձեցին մտնեն Սարգիսաշենը վերցնելով փորձեցին Սարուշենի եւ Կարմիր շուկայի արանքը մտնել ու ամբողջությամբ մեզ շրջապատման մեջ վերցնել իրանք օպերատիվ շրջապատման մեջ էին մեզ պահում կրակի տակ էին պահում մեր ճանապարհը եւ մենք կորուստներ ունեցանք նաեւ ճանապարհին շտապ օգնության բժիշկը խոցվեց եւ այլն բայց չկարողացան, որովհետև մենք իրանց այդտեղից հետ շպրտեցինք եւ ճեղքեցինք, ոնց որ ասած, ոչ թե հեռանալով, այլ ուղակի ճեղքեցինք այդ օղակը, ոչնչացրեցինք, մեր թույքունք մտած, ասենք, թուրքական խմբավորումը։ Արդեն տեղ չկար, էլի, ոնց որ ասած, որ ինքը մտներ։ Ես ոչ թե գովում եմ այն զորամասը, որի հրամանատարն եմ եղել, այնտեղ եւս երկու զորամաս ա եղել, իսկ ընդհանուր հրամանատարը ես չեմ եղել, Արադ Մելքոնյանն էր, որին դրանից մի քանի ամիս առաջ, ասենք, բանակային կորպուսի հրամանատարությունից հանել էին, եւ ինքը քաղաքացիական էր դարել Մարտունու բաններ, ոնց են ասում, պետը։ Բարետը։ Չէ, քաղաքացիական է, գուբերնատոր, հա, մարզպետ։ Հա բայց ինքը ստանձնել էր հրամանատարությունը այդ հատվածի եւ իր հրամանատարության տակ կարողացանք կանգնացնենք հակառակորդի ճեղքումները։ Կարճ ասած, որտեղ չկա բնակավայր, չկա երկրորդ գիծ։ Եթե դու հատուկ երկրորդ գիծ չես կառուցում, հատուկ երկրորդ գիծ առաջնագծից 10, 15, 20 կիլոմետր հեռու չկար։ Երբ որ մի անգամ ես քննադատեցի մի գեներալի որը բավականին մեծ, շատ աստղեր ունի իր ուսադիրների վրա, որ դա մեծ անգրագիտություն է, որ ինքը ասել է երկրորդ գիծ ունենք, երրորդ գիծ ունենք, չունենք, դա մի գծի տարբեր հատվածներ են, ասենք ջոկերի դիրքերն է, հետո եթում է դասակային բանը հենակետեր, հետո եթում է վաշտային հենակետ, հետո արտիլերիայի գիծ, այդ սաղ մի գիծ է։ Երկրորդ գիծը, երբ որ դու կարողանում ես հեռանալ արտիլերիայի հարվածի տակից դուրս գալ, արտիլերիայի համար 50, 100 կամ 500 մետր մի քիչ դզել, ինչ է։ Այ 5, 10, 15 կիլոմետր այդ նոր առաջանում է երկրորդ գիծը։ Դրանից քիչ առաջնագծից հեռու դա դեր առաջնագիծը։ Հա, մենք չենք ունեցել երկրորդ գիծը։ Մի քիչ իհարկե արձանագրվել է որպես, այսպես ասած, կարծում եմ արձանագրված, պատասխանատուները պատժվել են։ Արձանագրել են թե չէ, բայց կարծում եմ պիտի արձանագրած լինեն, որտեղ դրա վկայությունը մի քանի հազար մարդ կարա տա։ Չեն կարա կոծկեն դա։ Փաստորեն պարզվում է ձեր ասելուց, որ հանրության համար հրապարակված իրողություններ 44 օրյայի քննիչ հանձնաժողովի, նաև քարորյայի ըստ էության չկան, կամ գրեթե չկան, ընդհանրապես չկան, որտեղ չի հրապարակվել դեռ։ Դեռ չի հրապարակվել։ Հրապարակվելուց համոզված եմ, կհրապարակվի այն, ինչը ասենք մենք առանց իրանց էլ գիտենք։ Ուղղակի կիմանանք ով էր պատասխանատուն երկրորդ գծի շինարարության։ Դա խոսում է թերի աշխատանքի մասին, մեր ասած, թե կան իրողություններ, որ այդպես էլ պիտի լինի, թե համարենք, որ սա ռազմական պետական։ Նայեք մի բան ասեմ, էլի։ Երկրորդ գծի շինարարությունը 2006-7 թվականներին գնացել է։ Ես ինչի համար գիտեմ, որտեվ իմ հարևանի, լավ հարևանի, ասենք, որդին հենց այդտեղ շինարարական բանը ջոկատի մեջ ա եղել եւ շինարարություն էր անում երկրորդ գիծային կառուցում։ Բայց անցնում է դրանից 10 տարի 2016 թվականի դեպքերի ապրիլյան դեպքերի ժամանակ հենց այդ նույն գիծը, որ դե տրակտորը 2.5 մետրանոց խորությամբ խրամատներ ու կրակակետեր էր սարքել, անձրևը ջուրը, քամին, բլելերը, այդ ամեն ինչը մարդիկ եկել էին 20, 50, 60 լավագույն դեպքում մետրանոց խրամատների էին հանդիպել։ Ու ընկերս է զանգել, ասել է խրամատ չկա։ Էս ջոկատս հավքում են տանը։ Այդ ամեն ինչից հետո նորից չեն շարունակել աշխատանքը։ 16 թվականին դաժե ասենք եկել են այդտեղ, բահեր են տվել ձեռները, ուրիշ լուրջ աշխատանքներ չեն արել։ Բայց երբ որ էդի անեին էլ դրա երկրորդ գիծը
արդեն դրա երկրորդ գիծն էլ պետք է սարքեն, որտեվ այդ երկրորդ գիծը լալալայքի հատվածում, վարազաբլուրի հատվածում արդեն այնքան էլ երկրորդ գիծ չէր։ Հա, շատ մոտ էր շփման Այո, կետին, հա, այո։ հասկանալի է, Այսինքն կարծես թե ձեր Երկրորդ գիծը շատ բացում է կոնկրետ լուրջ, անհրաժեշտություն ունի, մեղմ ասած լուրջ Մանուկ ջան։ բացերի հանցագործությունների մի շղթա է կարծես թե, նայ, դասքում, թե ոչ։ ինչի 10 տարի չեն արել։ Միգուցե 10 տարի վրան փող են դուրս գրել։ Կարող է կառույցիոն, ասենք, բան կա, գողության փաստեր կա։ 10 տարի վրան փող են դուրս թողել։ Դրանից հետո 16 թվից հետո էլ մի 4 տարի էլ են փող հատկացրել եւ վառելիք բան այդ ամեն ինչը հատկացրել են, բայց չկա, կարող է։ Ես չգիտեմ։ Իսկ կարող է թերացել են, ինչ որ մեկի փայլուն ուղեղում անցել է, որ չպետք է թարմացվի։ Կարող է, չէ՞։ Այդ սա պարզ գդառնա, ասենք, այդ հանձնաժողովը դա գաղտնիք չի կարա լինի։ Ով է, ասենք, այդ մսխել փողերը, եթե փողերը հատկացրել են։ Ով է որոշել հանճարեղ զորավար լինելով, որ դրա կարիքը չկա։ Կամ են, կամ փող չեն հատկացրել, միջոցներ, կամ էլ հատկացնելու կարիք չի եղել։ Ինչ որ մի հանճարի չակերտավոր կարծիքով։ Այդ իմանանք ով է այդ հանճարը, կամ էլ ով է այն գողը։ Ու նման բաներ հասարակությունը կիմանա։ Բայց բաներ ասենք, որտեղ որ այս մի զորամասի հրամանատարին հանել են, չնայած ինքը տաղանդավոր զինվորական էր, այս մեկին են դրել, որովհետև ինքը լոյալ էր նոր իշխանություններին, եւ դա սխալ որոշում էր փաստացի, ու ես նման դեպքեր գիտեմ, դրա մասին մենք չենք լսի, որովհետև դա սխալ որոշում է կադրային քաղաքականության մեջ, ինքը հանցանք չի, sense որպես այդպիսի, էլի, ինքը բարոյական հարթության մեջ է ավելի շուտ, որ ինչա քեզ շեֆ են ասել, ինչա քո այսպես ասած ստրատեգիական ուղղությունը կիսում են, դու հանձնարարել ես ինչ որ մարդու կամ ուժի, այն ինչը ինքը ի վիճակի չի եղել անի։ Արդյունքում ստացել ենք 20 թվական, ստացել ենք ստորացված Հայաստան, ստացել ենք, ասենք, բանակցության սեղանում, սեղանի վրա թուրքերի ասած գորի պաբիժդյոնն եմ։ Ինչ ուզեմ, դա էլ պետք է ընդունես, չէ՞։ Մենք ստացել ենք նաև դրա պատճառով, բայց այդտեղ քրեական բան չկա։ Դա քաղաքական, ասենք, վերնախավը, որ այդ մեկին հանելա, մյուսին դրելա, ինքը դրա համար պատասխանատվություն չի կրելու։ Կադրային սխալ որոշում է կայացրել։ Այ կարծես թե տրամաբանորեն եկակ իմ երկրորդ հարցին, որը ձեզ պիտի ուղեի, մի քիչ հռետորական հարցից սկսելով, բայց մեկնաբանելով մի երկու խոսքով ձեր պատասխանը կարող եմ ասել այսպես, հա, եթե գանք եզրակացության։ Ամեն դեպքում լիքը բացասական կանխատեսումներով եւ սպասումներով սպասենք վերջնական եզրակացությանը հանձնաժողովի, բայց ձեր ասացից ես հասկացա, որ հաստատ այնտեղ դրական ինչ որ բաներ չեն լինելու եւ լիքը եթե ինչ որ բացահայտումներ են լինելու, շատ տխուր բացահայտումներ կամ էլ եզրակացության մեջ ավելի բանիմաց խորաթափանց մարդիկ, հա, չեն տեսնելու իրական խորքային հանգամանալից բացահայտումներ, որոնք կբավարարեն լայն հանրությանը եւ լայն հանրությանը կտան շատ պատասխաններ, շատ սպառիչ պատասխաններ։ Դրական բան չի լինի։ Կարծում եմ դրական բաներ էլ կլինի։ Հաստատ արձանագրված կլինի, որ այս մի հրամանատարը իրան ճիշտ է պահել, այս ստորաբաժանումը, որը ի տարբերություն մնացած, ասենք, զորքերի մի քիչ շատ է պարապել, ավելի լավ է կռվել, կլինեն այդպես բաներ։ Գլուխ գովալը դա սուտ ասել չի, էլի, դա ընդհանրապես, ասենք, գլուխ գովալ է, կարա լինի սուտ ասելով գլուխ գովալ, կարա լինի իրականությունը գլուխ գովալ։ Հիմա գլուխ գովա։ Ես ունեմ գաղտնի, այսպես ասած, նո կարող է գաղտնի, հա, չէ, գաղտնի չի կարա լինի։ Ամենայն դեպս իրավունք չունեն ինձ այդ բանը չներկայացնելու, բայց ինձ չեն ներկայացրել։ Ուրեմն ուսումնասիրություն ջոկատների մոբիլիզացված, ասենք, ռեկրուտինգ եղած տարբեր կառույցների կողմից բաշտեր գումարտակների բանը, ասենք, մարտական ուղին ոնց են արել, ոնց են իրենց պահել մարտի դաշտում։ Եվ այդ եզրակացության մեջ կա 157 գումարտակը շատ բարձր գնահատված։ Այն դեպքում, որ ես միշտ աշկի փուշ եմ եղել գեներալիտետի համար։
որովհետև երբեք չեմ թաքցրել իմ ով լինելը, ոնց որ ասած, մի քիչ էլ ինքնահավան եմ, ես շատ եմ ինքս ինձ սիրում ու կարծում եմ, որ շատ շատերից ավել գիտեմ, այնով որ բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Ինչքանով է դա ճիշտ չգիտեմ, ոնց մարդիկ կնայեն։ Բայց ես այտենց եմ կարծում, դե հիմա ինքնասիրահարված, ասենք պինգվինի աստիճանի, ասենք անձնավորություն եմ, ինչ արած։ Պարոն Վարդանով, լայն ռետորական հարցս մնաց այսպես։ Լայն առումով հաշվի առնելով կանանց շորերով կանանց շորերով, չէ, կանանց շորերով պինգվինի նման գլուխգովանի մի քիչ ունկնդիրներին իրոնիա եւ հումոր նաեւ ներկայացնենք, որ շատ չլրջանան։ Մեկը իմ կանանց շորերի վրա շատ էր ծառվել, ուղղակի տեղյակ պահեմ, որ սա ռազմական հակոս չի կանանց շորերը, սա ռազմականացված ոճ է, որը նաեւ միլիտարիզացիայի բան է իր մեջ պարունակում, ոնց որ ասած PR։ Ես փորձում եմ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնեմ դրա վրա, որ անհրաժեշտությունը միլիտարիզացվել իմ մշտապես կանանչ հագնվել, այն տասնյակ պիջաշնի կոստյումները, որ տունը ունեմ, չեմ կարող հագնեմ, մեծ առիթ եմ հագնում, որովհետև ստիպված եմ, ասենք, այդ մշտապես կանանչի մեջ լինել։ Հասկանալի, հետաքրքիր, եւս մի բացահայտում արեցիք։ Դա բացահայտում էր։ Այո։ Լայն իմաստով այս կարծես թե եկանք նրան Ադրբեջանի այսպես պարտադրական պայմանների մասին խոսեցիք, որ ստորացուցիչ, այո, շատ ցավալի իրողություններ եղան։ Հիմա իշխանամերձ կարճակնարկեցիք, այո։ Իշխանամերձ շրջանը, այս շրջանակը դա իհարկե բացատրում է նախկինների գործած սխալներով, նախկինները նրանց են դավաճան անվանում կամ, չգիտեմ, չարագործ անվանում, դա իրենց խոսույթն է, ամեն դեպքում ունենք այն ինչ որ ունենք եւ բայց այս վերջերս էլ օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան համաձայնությունից հետո իշխանական եւ իշխանամերձ քաղաքական շրջանակներն ասում են, որ ըստ էության խաղաղությունը արդեն կամ հաստատվել է կամ գրեթե հաստատվել է։ Գուցե այսպես խոսույթից ես այդպես եմ հասկանում եւ դա շատ մեծ ձեռքբերում են որակում Հայաստանի համար երկարատև սպասված ձեռքբերումներ։ Ձեր կարծիքով ռազմաքաղաքական այս նաեւ որպես ռազմական ոլորտի մարդ ռազմական պրիզմայից խաղաղությունը արդեն եկել է թե ոչ։ Եկեք sense մի բան հասկանանք, էլի։ Ասենք եկել է։ Ենթադրենք։ Կներեք, մի բան էլ մտցնեմ այս հարցից մեջ, հաշվի առնելով ինչպես միշտ եմ այդ հարցը ձեզ հղել մեր բոլոր եթերների ժամանակ, այսօրվա Հայաստանի սպառազինությունը նաև ռազմական ոլորտում արկա վիճակը հաշվի առնելով։ Ասենք թե խաղաղությունը եղավ։ Ասենք թե օգոստոսի 8-ին ոչ թե հայտարարություն էր այն մասին, որ իրանք կպայմանավորվեն օրերից մի օր հանդիպեն ինչ որ տեղ եւ հնարավոր է քննարկեն խաղաղ պայմանագիրը եւ խաղաղ պայմանագիրը օրերից մի օր կստորագրվի կամ ամիսներից կամ տարիներից մի տարի, ասենք թե խաղաղ պայմանագիր էր։ Եկեք հասկանանք, խաղաղ պայմանագիրը երբ է վերածվում խաղաղության։ Երբ որ մեկը մյուսից ստացել է ամեն ինչ կարար ստանար, կամ երբ որ մեկը ու մյուսը երկուսն էլ չեն կարող ավել ստանան, քան ստացել են։ Այս երկու պայմաններից մեկը պարտադիր է։ Ամեն ինչ հնարավոր է, թուրքը մեզանից ստանում է, թվում է թե, չէ՞։ Բայց հələ ահագին ստանալու ունի։ Մի փոքր հակադարձեմ դարձյալ իշխանական եւ իշխանամերձ շրջանակներից, կներեք ասում են, որ ոչ, հենց օգոստոսի 8-ի այդ համաձայնությամբ մենք ոչ մի բան էլ պարտադրաբար չենք ընդունել եւ հավասարի պես համաձայն եք թե չէ։ Խոսեք ընդ։ Որ բանը կամ իրարից էլ չեն կարում ստանան, կամ էլ մեկը ստանում է այն ինչ որ ուզում է, մաքսիմալ։ Հիմա թուրքը մեզանից չի կարում ստանա, հա։ Երևի այնքան էլ բան չի, էլի, ճիշտ չի։ Հաշվի առնելով թուրքերի երկու միջուկային ռազմական դաշնակիցները, միջուկային երկիր,
Պակիստանն ու Իսրայելը, հաշվի առնելով թուրքերի մեջքի հետևը թաքնված միջուկային զենք ունեցող երկիրը, որը 90 թվականներից շատ ավելի շուտ դեռևս սովետական պայմաններում նավթի վրա միշտ աշկա ունեցել եւ մեծ փայ, անունը չտամ, ինքներդ իմացեք, իսկ մեր կողքը ոչ մի դաշնակից, ոչ մի, ուղղակի չունենք դաշնակից, մենք արդեն միջազգային բանով անհավասար ենք, հիմա զենքի պահով եկալ ենք, 5 միլիարդի զենք, երբ որ թուրքը սկսեց առնել Ռուսաստանից եւ 1.7 միլիարդի Իսրայելից եւ անհասկանալի գումարներ Թուրքիայից, ընդհանուր գնահատվում է մոտ 10-11 միլիարդի զենք գնեց, մոտավորապես 10 թվականից մինչև 16 թիվը։ Այդ ժամանակ մենք 300 միլիոն զենք ենք գնել, հայտարարված թվերի հետ եմ։ 10-ից 16 թվականներին այդ ընթացքում։ Այո, 2010-ից 2016 թվականը։ Բայց մենք այդ ժամանակ լուրջ հարվածային զենքեր, թե կապ չունի։ Ինքը ոչ թե այդքան ռազմական բյուջե ուներ, այդքան զենքա գնել։ Մենք 300 միլիոնի զենք ենք գնել։ Այդ նույն ժամանակաշրջանում ինչա անում 30 անգամ քիչ, 30-ից 35 անգամ ավելի քիչ, արդեն ինչ որտեղ հավասարություն չի կարող լինի, չէ, 35 անգամ ավելի զենք ա գնել։ Իսկ հաշվի առնելով, որ 90 թվականներին մեզանից ինքը շատ ավելի շատ զենք ա ստացել, ասենք 50 անգամ ավել ինքնաթիռ, 7 անգամ ավել տանկ, 1.5 անգամ ավել արտիլերիա, սա կոնկրետ թվեր են, ասենք դա ռազմական ժառանգություններ սովետական միության, որ 4-րդ բանակը մի քանի անգամ ավելի մեծ էր, որը ադրբեջանական սոցիալիստական հանրապետության տարածքում էր գտնվում, իսկ 7-րդ բանակը շատ ավելի փոքր, շատ ավելի գտնվում էր Հայաստանի սովետական սոցիալիստական տարածքում եւ որ երկրում որ զորքը կայնած այդ զենքը սաղ թողել է պայեսներով հեռացել է։ Ես բարձրաձայնել եմ, ստե թվերը դրա համար կոնկրետացում չեմ ուզում անեմ, 22 անգամ էլ ավել, ասենք զինամթերք է մեզանից ունեցել պայեսներում, համապատասխան ինքը այդ պայեսներն ավելի շատ ուներ ու շատ ավելի շատ զինամթերք է ստացել։ Արդեն բալանս չկար դեռ 90-ական թվականներին։ 2000 թվականների 10 թվականից էսյան բալանսը ավելի շատ խախտվեց, չէ՞։ 20 թվականին, 16 թվականին եւ 20 թվականին խոցված տեխնիկայի մեր ու թուրքերի խոցվածը անհամեմատ էր։ Մեր մոտ խոցված էր շատ, իրանց մոտ քիչ, որտեվ օդում իրանք իշխում էին։ Գոնե մոտակա օդում, սենց ասեմ, անօդաչուների հատվածում։ 23 թվականին մենք ուղղակի 100-ից ավել տանկ թողեցինք, 100-ից ավել հեռավոր հրետանի թողեցինք թուրքերին, Արցախում, այո, 23 թվականին։ Ավելի դիսբալանսը, то есть դիսբալանսեր, ու սենց գնալով ավելի էր։ Այդ ո՞նց եղավ, որ մենք կարանք թուրքերին զսպենք անենց, որ բանակցության սեղաններում ինքը ավել չուզի։ Ինքը ավել ուժ ունի, ինքը կարա ավել ուժի սպառնալիքով։ Դրան հակադրելու բաներ 2020-ից հետո ինչքանով ենք, եթե մեր բալանսն է կտրուկ աճել ռազմական սպառազինությունների, չէ՞։ Ոչ էլի, եթե ինքը ավել զենք բանանում, ինքը ավել հեռահար զենքեր առնում, ինքը ինքնաթիռներ առնում, ասենք 10 անգամ ավելի շատ քան մենք ունենք։ Ոչինչ։ Ասենք 40 հատ այդ չինական, չինա-պակիստանական G-եսիմ ինչ, որը հնդկա-պակիստանական բախումների ժամանակ իրան լավ է դրսևորել։ Բալանսը գնալով ավելի է թեքվում։ Դա նշանակում է ուժի սպառնալիքով թուրքը կարա ավել պահանջի։ Ու նշանակում է պահանջում է, ուղղակի կտոր է պահանջում, որպեսզի ագրեսորի տպավորություն չթողի, որպեսզի աշխարհի տերերի մոտ ընդունելի կերպար մնա պարոն Ալիևը,
Բաքվի խանը։ Մի քիչ դառը հումորով ասեն քիչ-քիչ, բայց որակով։ Հա, մենք հիմա ինչ ենք կարում դրան հակադրենք։ Էդ էլ խնդիր է, չէ՞ ասենք։ Պաշտպանական համակարգերը ուժեղացնելով։ Կարանք անենք ինժեներական կառույցներ շատ խորը բնականա չենք անում, մենք անում ենք առաջնագիծ լավ ինժեներական կառույցներ, որոնց ապահովումը անվտանգային ժամանակավոր ինժեներական կառույցներն էին ապահովում, միջև այդ բետոնները սարքեն։ Ես գմբեթ երկուսներ նկատի ունեմ, որ ոմաներ տեղադրել հենց այնտեղ, որտեղ որ իրանք բետոն էին սարքում, ՊՆ-ն նկատի ունեմ, ՊՆ-ի պատվերով էր կատարվում։ Հիմա այդ բետոնի կառույցները գրեթե զգալի մասով տեղադրած են։ Գմբեթ երկուսը իր գործը արեց։ Դա մեկ, բայց ցանկացած բետոնի պատ կարա ինչ-որ արկով ծակվի, ոչնչացվի։ Եթե բետոնը մի քիչ շատ ես անում, երկաթ բետոնը, մի քիչ ավելի մեծ արկով կարելի է ծակել, ավելի շատ ես անում, ավելի մեծ արկով, ու տենց վահանի թրի, ասենք, բանն է, էլի, պաշտպանական եւ հարձակվողական զենքի սպառազինության մրցավազքն է այդում։ Կարող է լուրջ պրոբլեմա առաջնագիծ մենակ ունենալը։ Այո, շատ լուրջ պրոբլեմա։ Երբ որ ես սրանից մի քանի տարի առաջ ասում էի, որ մենք պիտի երկրորդ, երրորդ, չորրորդ գծերում հենակետեր կառուցենք, եւ ոման փորձում էր այդ ամեն ինչ անել, եւ մի երկու տեղ արել է, հասարակական կազմակերպությունը այնքը չի կարա պետական ամբողջ սահմանը ապահովի։ Մանավանդ ասենք այս բանը քարոզների տակ մարդիկ դադարել են ակտիվ մասնակցել ոմայի գործերում, մասնակիցներ էլի կան, ապրեն իրանք, որ պրոպագանդայի արդյունքում ուղեղները չի լվացվել եւ իրենք մասնակցում են ոմայի աշխատանքներին, բայց զգալի մասը հայտնվում են պրոպագանդայի, ասենք, ազդեցության տակ։ Նկատի ունեք, որ հավատում են, որ խաղաղությունը չլսելով ինձ, որ խաղաղությունը ուժով ապահովել է, որովհետեւ այն ասողը ինձանից ավելի խելացի եւ հաջողակ է թվում, որովհետեւ ինքը ավելի բարձր դիրք է զբաղացվում կամ ասողները սոցիալական աստիճանա չէ սոցիալական մարդկային ու ինչքան բարձր այնքան ավելի խելացի է թվում, այնքան ավելի հաջողակ է թվում։ Հիմա հասարակական կազմակերպության ղեկավարն ինչ ասենք խոսքի ինչ որ քաղաքական վերնախավի ցանկացած շարքային կուսակցության անդամի հետ համեմատ։ Եթե ոչ ինքան, ես որ վերջացնեմ, ասածս որն է, պիտի լինի մի քանի շերտ պաշտպանություն, որը որ եւ ծրված կրակակետերի ծրվածությունը կապահովի ամենակիչը երկրորդ, երրորդ գծերի անխոցելիությունը։ Անխոցելիությունը ոչ թե դրանով, որ փոքր կրակակետը ավելի հաստ բետոնով է անում, ոչ։ Ուղղակի երբ որ թիրախները շատ են, միանման եւ փոքրիկ իրանց վրա, երբ որ սկսում ես թանկանոց արկեր եւ անօթաչուներ ծախսել մի կրակակետի վրա, փոքրիկ երկու հոգու համար նախատեսված, դա նշանակում է այդ ինժեներական կառույցները կառուցողը արդեն շահել է, դամայ է խփել, որովհետեւ դու այսենց ամրոցի վրա ինչքան ծախսեցիր արկ եւ անօթաչու եւ չգիտեմ ինչ հզորություն, պայմանական ասենք 1 կիլոտոննա պայթուցիկ։ Եթե դա օգտագործում ես մի հատ փոքրի վրա, դու հիմար ես։ Այդ նույն բանն է, ոնց որ 100 կամ միլիոնանոց ռակետով խփել $5,000, ասենք, անօթաչու սարքին։ Ինչ որ Իսրայելն էր սկզբից անում, էշեշ։ Ասածս այն է, որ դու պետք է շատ ծրված պաշտպանական համակարգ ունենաս։ Երկրորդ գիծ, երրորդ գիծ, գյուղերը ամրացնես, ճանապարհները, բաները, պերևալները, բարձունքները, ջրի աղբյուրները, ամեն ինչ հնարավոր է պիտի ամրացնես, ամրաշինական աշխատանքներ անես, պարտադիր չի մեջը մարդ նստի։ Դրա համար իրանք պիտի լինեն փոքրիկ, ծրված կրակակետերի տեսքով, իրար միացրած, եթե հնարավոր է, ստորգետնյա իրար միացրած, то есть վերևից հող լցրած, որպեսզի ներսի շարժը, ասենք, չդիտարկվի օդում իշխող հակառակորդի անօթաչուներով կամ ինքնաթիռներով։ Կարճ ասած, դու կարաս
այդ գեր հզոր զենքերը, որ թուրքը բոմբոներ առնում, sense մեծ հաստ ռակետներ, պուշկեքը բերում շարում, ասենք մեր բետոնային բաների ինժեներական կառույցների դեմը թաղում է բետոնի մեջ, բան ծովային թնդանոթները։ Դա լավ փաստեր էլի ասենք։ Ու գաղտնիք չեմ բացում, դա հակառակորդին է վերաբերում ու մեր գյուղացիք տեսնում են եթե դու երկու բլուրենյան եւս 10 հատ կրակակետեր ունենաս ընդամենը 20 հոգու համար նախատեսված ու ցրված 2-3 կիլոմետրի վրա այդ թնդանոթը ինչքան պետք է կրակի որ այդ 10 կետը ասենք վարի տա հսկայական քանակ, իր արկերի քանակը չի հերիքի, իր նարեզները կմաշվեն, կդառնա զիբիլ, կդառնա գլատկաստվոլ, ասենք, որսորդական հրացան։ Այդ մեր ամենաքիչն է, որ մենք կարանք անենք այդքան թանկանոց թուրքերի զենք առնելու ի հակառակ։ Ու մի հատ ուրիշ զենք կարաս դու գերարես, շատ կարևոր զենք, որը թուրքը չի կարա ունենա։ Դա ազգ բանակն է։ Որի մասին մենք շատ ենք ձեզ հետ այո խոսել, իսկ մի կարճ ասեմ, բանա ինչի թուրքը չի կարա ունենա, էլի։ Թուրքը ունի ազգային փոքրամասնություններ, մեծաթիվ։ Այդ բանը իշխող էթնոսը այնտեղ 30-ից 50% է, տարբեր հաշվարկներով։ Այն մյուս 50 կամ 70%-ը ուրիշ էթնոսներ են։ Եթե դու ազգ բանակ անես բոլորի համար, իշխող էթնոսը կարա վտանգվի ներքին պայքարում։ Եթե դու չես անում, ասենք, լեզգինների, թալիշների, թաթերի համար, ասենք, ավարների համար չես անում ազգ բանակ ու քրդերի համար, միայն թուրքերի համար ես անում կամ միայն Նախիջևանի թուրքերի համար ես անում, ազգ բանակ։ Դա բերում անդրան, որ մարդիկ սկսում են հասկանալ, որ դա այնքան էլ ազգ բանակ չի, դա թուրքի ազգ, ոստիկանական, ասենք, բանակն է, որը որ նաև իրան ճնշելու համար է, իր ազգային, ասենք, ուղով քայլելու թույլ չտալու համար։ Դրա համար իր մոտ դա չի կարա լինի։ Այս սաղ ռեգիոնում մենակ մենք կարանք մոնոէթնիկ պետություն կարա ունենա ազգ բանակ։ Եթե լինենք համախմբված, չէ, եթե տարբեր կողմնորոշումներ, դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերը, գործիչները գոնե այս մի հարցում, ցանկալի է նաև շատ այլ հարցերում, լինեն միասնական, որ մեզ համար ազգ բանակը պիտի ոնց որ կա, թե տեսնում եք, ուրախ եմ, եթե կա, բայց գոնե օրինակներ եմ հիշում, 16 ինչու ազգ բանակ չունենք, եթե կա գոնե այդ որովհետև մի քիչ բանը վախվորած են իշխանությունները, որովհետև մտածում են ազգ բանակ արա, արա այդ զենք պետք է տանք բնակչության ձեռը, արա բնակչությունը, բա որ իրար կոտոր են, զայրացնեն Ադրբեջանին, բա որ իրար կոտոր են, չէ, բա որ իրար կոտոր են, վայ, բայց այս 30 քանի տարվա մեջ ակոսավոր զենքը բնակչության ձեռը տասնյակ հազար գտնվելով մտածված, կանխամտածված հանցագործություն 4 հատ եղել են զենքերով 4 տեսակ ուրեմն պիտի անել, պիտի վստահել էլ չեմ ասում սեփական հասարակությանը հանճարներ կան, որ չեն գիտակցում, որ երբ որ դու բանից underground-ից փորած թաքնված տեղից, որը բզիկդ խփի կարող է դաս հանես մեկին կրակես, հետո տանես գցես սևանի մեջ կորի ասենք, գոնե դու ես այտենց մտածում, որ դու կարող ես հանցանք գործես գյուլես ինչ-որ գյուղի գյուղապետին զենքը շպրտես ու վсё։ Այդ զենքը դու հանում ես օրինական դաշտ, էքսպերտիզա է անցնում ու արդեն հանցագործություն այդ զենքով հնարավոր չի անել։ Դու ես դու մութ տեղից հանում ես լույս տեղ այդ զենքը։ Զենքի ամնիստիա պետք է տեղի ունենա, իսկ մեր ցանկացած ոստիկանապետ որ շրջաններում նշանակվում է իր պարտքն է համարում առաջինը գյուղերում, մանավանդ սահմանամերձ գյուղերում, որտեղ մարդկանց ձեռից զենքը տանում են, մարդիկ մի ձև ինչ-որ զենք են ձեռք բերում, տանում պատվալը պահում, ոնց հավաքում է թազա ոստիկանապետ այդ զենքերը ինչ-որ աստղ, ասենք ուսին խփելու գործով։ Պարզ է։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այստեղ կա մի այլ նաև հանգամանք, իշխանություն, հասարակություն, որի մասին դուք խոսել եք մեր նախորդ եթերներից մեկում, իշխանություն, հասարակություն, այդ վստահության դաշտի կայացումը եւ խորացումը պիտի հանդիսանա, առանց որի ազգ բանակ հասկացողությունը չի կարող կյանքի կոչվել։ Այո։ Եվ
Կուզենայի նաև ձեր տեսակետը այս առումով, արդյոք հոգեբանական իմաստով ճնշող չի լինի, մանավանդ ձեր այս հիշատակած ռազմական բալանսի խիստ տարբերությունը դեռևս առկա, այն հանգամանքը, երբ ռազմական բյուջեն կարծես թե կրճատման լուրջ միտում ունի, չէ, դրա մասին արդեն բարձրաձայնվել է, ինչ եք կարծում, ինչ գիտեք սրա մասին եւ ինչ կարող եք ասել սրա մասին։ Բյուջեի կրճատում հայտարարեցին, բայց դեռ չեն ընդունել, բայց եթե նույնիսկ նույնը մնա, այն ինչ որ սկզբից ասում էին, ինքը փաստացի բյուջեի կրճատում է նշանակում, որտեղ զենքերը թանկացել են։ Եվ նաև հակառակորդը շարունակում է աճեցնել, չէ՞։ Հասկանալի է, որ ամեն ինչը համեմատականի մեջ է, բայց կոնկրետ, ասենք, եթե դու կարայիր բյուջեով ունենայիր 100 հատ հրթիռ առնելու, ասենք, փող, այդ նույն փողը եթե քեզ տալիս են, դու հիմա կառնես, ասենք, 50 հատ հրթիռ կամ 10 հատ հրթիռ, որտեղ ռուս-ուկրաինական պատերազմը հսկայական քանակ պայեսների զինամթերք եւ զենք ասպարել։ Զենքերը թանկացել են։ Կոնկրետ մի հատ սնարյադի բաղով գիտեմ, որը որ $500-800 էր հատը, մի սնարյադ, մի արկ հրետանային, 500 զինվորական պայեսներին էր, բանա զինվորական պայեսներին, որն հայելի, 800 գործարանից։ Ես որոշ բաներ, ասենք, մասնագիտականի հետ կապված թարգմանում եմ ուրիշ լեզվից, դրա համար կարող մի քիչ այնքան լավ չհնչի, նախադասությունը, որ ես կազմում եմ։ Հա, հիմա այդ նույն արկերը $5,000 են։ Նույնիսկ լսել եմ արդեն, որ մինչև 10,000 է գինը հելել։ Դա նշանակում է 10 անգամ թանկացել է։ Դա նշանակում է, եթե դու առաջ 100 հատ կարայր առնեիր, հիմա 10 հատ ես կարանալու առնես։ Ուրեմն նույն բյուջեն պահել զենք զինամթերք առնելու հարցում, բյուջեին հատվածը, որ զենք զինամթերք առնելու հետ կապված, արդեն նշանակում է բյուջեի կրճատում, որտեղ հաշվի չի առնվում արժեզրկումը փողի, հաշվի չի առնվում զենքի թանկացումը, զինամթերքի թանկացումը։ Չեմ ասում, կդրել է։ Բանը, իսկ ինչ վերաբերվում է միջոցներ, ինչի համար է դա արվում, հասկանալի է, որ մարդկանց պիտի համոզես, որ խաղաղություն է ու քայլեր պիտի անես դեպի արդյոք դա ճիշտ է, դեմիլիտարիզացիան, որը կկանխի պատերազմը, արդյոք դա ճիշտ է։ Դեմիլիտարիզացիան երբեք չի կանխել պատերազմը, ինքը մինիմում չի կանխել ստրկությունը եւ ցեղասպանությունը։ Հիշենք Շապին Քարայիսարի կայմակամի հայտարարությունը, հայեր զենքերը հանձնեք 15 թվականի փետրվարին կարծեմ, որովհետև եթե չհանձնեք, դուք իրար կսպանեք, հանձնեք զենքերը։ Ցեղասպանությունը 2 ամիս հետո սկսեց։ Այս զենքերը հանձնելը, զինաթափվելը, միլիտարիզացիան, ասենք, դանդաղացնելը, կայնացնելը կամ դեմիլիտարիզացիա անելը նույնն է, ինչ որ 15 թվականին արվեց։ Զենքեր հանձնվեցին, երիտասարդներ հանձնվեցին, որ յանիմեթան բանակ, փաստորեն թուլացվեց հայ համայնքը, ինչ որ քաղաքում, մյուս քաղաքում, ինչ որ մարզում։ Կարճ ասած չի կարելի նման բան անել։ Բայց եթե անում ես, մենք հիմա զանգի հնարավորություն, պարոն Վարդանով, այսինքն մեծ գերտերության, ըստ էության, այսինքն եթե ինչ որ խնդիր, զանգեք, ես կկարգավորեմ։ Եվ կներեք ձեր խոսքը մի բան։ Չէ, ասենք զանգեց, չէ, ես համաձայն եմ, որ բանը ասում են WhatsApp-ի համարը ունի, Տրամփն էլ միանգամից վեկալելու է, ասելու է, հա Նիկոլ ջան, հա ցավը տանեմ, հա իհարկե հարց չկա, ցավը տանեմ, հենց հիմա կարգադրեմ։ Եկեք մի հատ հասկանանք։ Ինչքան վաղտեր, ասենք, մտել Ամերիկայի, Անգլիայի դաշնակից բան, արաբական փոքրիկ մի հատ էմիրություն, Իրաքը։ Հիշում եք ինչ է դա։ 90 թվականի դեկտեմբերին ներխուժեց Սադամ Հուսեյնը իր հայտարարած նախքին իր Իրաքի մի մասի մեջ, որը որ անգլիական կառավարությունը Իրաքին ազատություն տալուց առաջ առանձնացրել էր Քուվեյթը։ Հիշում եք, չէ՞, նման բան ա եղել։
Ամերիկան իրոք պայմանական Տրամպը զայրացավ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Տրամպը պայմանական զայրացավ, դիմեց աշխարհին, աշխարհը հավաքեց զինվորական ուժ եւ այլն, քանի ամիս հետո մտան հետաքրքիր է։ Տեղյակ եք։ 2-3 ամիս հետո հանեցին կոവിഡից։ 2-3 ամիս Թուրքը ինչ կարա անի, օկուպացնելով հայկական որոշ շրջաններ կամ մարզեր, ինչեր կարա անի։ Հիշում եք, ասենք, ցեղասպանը ինչ պիտի այն կանանց վիճակը, որը որ ջերմուկում ոչ թե Արցախի ըմբոստ ապստամբ զինծառայող լինելով, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ընկան թուրքերի ձեռը եւ ինչ արեցին կին զինվորականներին։ Հիշում ենք։ Այո։ Հիշում ենք հանձնված արտիլերիստների ռոլիկը, վիդեոռոլիկը, երբ որ հանձնվել էին, ձեռքերը բարձրացրել էին, իրանց ասենք շրջապատեցին, չէ՞, օղակած շրջապատման մեջ վերցրեցին, պպզացրեցին եւ գնդակահարեցին։ Հիմա նման բանակի օկուպացիայի ենթարկվելու պատրաստ ենք մենք ինչ որ հատվածում 2 ամիս, չէ, թող այս անգամ Տրամպը շատ ավելի արագ բանա, մի շաբաթ լավ 4 օրում ամերիկյան զորքերը գբերի 4 օր։ Նայեք, ինչքան 30 անգամ ավելի շուտ, քան նավթ, գազ, եսի ինչ ունեցող Քուվեյթի տարած։ Մենք այդ համաձայնության դաշնակցային այդ մակարդակը հիմա ունենք։ Հա, ունենք։ 4 օրում կբերի։ 4 օրում ենթադրենք մեղրի ղափանը լեզուս պապանձվի 1000 ներողություն, էլի ասենք, որ ես այդ բաները ասում եմ։ Ասենք թե մտան սաղ ուժը գցեցին այնտեղ, մնացած տեղերը նորմալ կռվեցին, տեղել նորմալ կռվեցին, բայց այնտեղ թուրքը հաջողություն ունեցավ եւ ղափանը եւ մեղրին թուրքը վերցրեց։ Պատկերացնում եք այնտեղ ինչա կատարվելու։ Մենք հիմա շատ կարևոր դաշտ մտանք, որի մասին ես արդեն հիշեցի մեր առաջի եթերի ժամանակ դուք խոսեցիք, ես ասեմ սրանով էլ կարծես թե կեզրափակենք մեր այսօրվա հանդիպումը, այսինքն պատերազմում չեն հաղթում միայն զենքի ուժով, միայն բանակների, այսպես ասած, հակամարտության մեջ, նաև արտաքին դիվանագիտության, դուք նաև ձեր խոսքում մատնանշեցիք այդ Ադրբեջանի թիկունքում թաքնված եւ այլն, որի իդեպ հարաբերությունները Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ մասամբ բավականին վատ թարացել են վերջի ժամանակներում։ Արդյոք հնարավորություններ նաև չեք տեսնում, նաև Թրամփի նաև այս պահը, թրիպը դարձնելու ընդհանուր ավելի լայն աշխարհքաղաքական գործոնների, այսպես ասած, հանդիպման վայր, տնտեսական շահերի մեկտեղման վայր թրիպը, այդ ճանապարհը, սպասվող ճանապարհը դեռ, որ կարելի է բանակցել նաև մյուս աշխարհաքաղաքական բևեռների հետ, նաև ապահովելով, որովհետև ուժային դիսբալանսը շատ մեծ է ձեզնից ուրիշ ուժայինները կամ չգիտեմ ինչ ուժայինները, ուրիշ պետությունները ինչի պետք է մասնավորապես տեսեք Իրանը ունի շահագրգռվածություն, մասնավորապես թրիպը կտրելու համար։ Ժամանակին դուք եք ասում, որ Ռուսաստանի հետ պիտի լեզու գտնել, այսինքն զուտ արտաքին քաղաքական, չէ, թրիպը կտրելու չէ, թրիպը կտրելու չպատկերացնենք այսպես մի տարբերակ։ Թրիպը կտրելուն հիմա բացառում են նույնիսկ այսպես թրիպի գուցե ներքուստ հակառակորդները, որ կուզեին թրիպի փոխարեն այլ բան լիներ, ասում են թրիպը կարելի է դարձնել այդ իմ հիշատակ աշխարհքաղաքական բևեռների Իրան, Ռուսաստան, Չինաստան, ինչու՞ չէ, Հնդկաստան, եկուս Թուրքիա, Ամերիկա, ԵՄ, Եվրոմիություն, չի կարելի դարձնել։ Չի կարելի դարձնել։ Այն ինչ որ դուք ասում եք, դա հանգույցների է վերաբերվում։ Հանգույցներ, որտեղ sense տարբեր sense ճառագայթներ գալիս, sense միացնում են մի հատ հանգույցի եւ տարբեր ուղղություններով աշխատում են։ Ուղակի sense տրուբեն կամ ուղակի sense տրիպ կամ ճանապարհ երբեք այտենց դեր չի խաղում։ Երբեք չի եղել այտենց բան։ Էն էլ sense կարճ։ Էն էլ այսքան ասենք բան անմեղսունակ ձևով ասենք բան մեզանից պահանջած այն պայմանագրով, որը որ բոլոր կետերը խախտվել են, բացի այդ կետից, էլի ասենք,
Արցախ, Միջանցք, բանով, Բերձորով սախ խախտվել, այլի ասենք, ռուս խաղաղապահներ ու մենակ էսա մնացել, ասենց անմեղսունակ ձևով, ասենք, մեզ ասում են, որ դուք բանը 9-րդ կետը պիտի կատարեք։ Բայն առաջի 8-ը լավ բոքսնի մի կամ սատանեն դա ոչ մեկին ոչ ոքի օգտագործելու առումով բացի թուրքերից եւ իր մեջքի հետևը կանգնածներից ոչ մեկին հետաքրքիր չի խաչմերուկ բառը երբ որ մենք ասում ենք դա խաչմերուկ չի խաչմերուկը ուրիշ բան է էլի նշանակում գոնե բանը երկրաչափության բաներով նայենք էլի ինչ բանա խաչ երբ որ գոնե երկու գիծ իրար հետ հատվում են դե Ամերիկային եթե հետաքրքիր չլիներ ինչի պիտի ինքը այդպես ձեռնամուխ լիներ անգամ ես ոչ պաշտոնական էլ ասեմ ձեզ լսել եմ չեմ այսպես մանրամասնի որտեղ ոչ պաշտոնական է ինձ հասած տեղեկությունը որ Նիկոլ Փաշինյան անգամ Ռուսաստանի ղեկավարի հետ Պուտինի հետ է խոսել, որ այս ճանապարհից դուք էլ կարող եք շահել։ Իրանը կարծես թե վատ արձագանքներ չունի այս ճանապարհի հետ կապված, հա։ Թե դուք գտնում եք, որ սրանք ընդհանրապես դիվանագիտական ժեստեր են։ Ասեմ, Ռուսաստանին հասկանալի էր, որ Թուրքի վիզ դնել է այդ կետը, որ բան ենք ուզում Նախիջևանի հետ օկուպացված Նախիջևանից օկուպացված Կովսական ճանապարհ ունեն, հա, թուրքերի կողմից օկուպացված։ Իրեն համար էդի հասկանալի էր եւ ինքը պահանջում էր, որ իր տնօրինության տակ լինի։ Մենք քանի որ բանը չենք հասկանում հաճախ որ ռուսին կարելի է օգտագործել ի օգուտ հայերի, մենք ամեն ռուսական բանի մեջ բադ բան ենք տեսնում, անգամ եթե դա մեզ լավ է ու իր բացակայությունը մեր համար ինքնասպանության է մոտ, ասենք թե հիմա մեր տնօրինության տակ եթե լինի թուրքը կարա ցանկացած պահին արհամարի մեր տնօրինությունը այս մոտակա ամիսները քանի մենք չենք ուժեղացել որ դե մենք մի երկու ամսում կուժեղանանք չէ երևի հա կարա չէ ցանկացած պահին արհամարին Ռուսաստանին մի քիչ դժվար է Ամերիկային էլ է դժվար։ Ամերիկային էլ է դժվար, իսկ Ամերիկա, չէ, Ռուսաստանին դժվար է, որովհետև ինքը իր զինվորական ուժ ունի Հայաստանում։ Ամերիկային հեշտ է։ Կարող է հետևանքները ավելի բարդ է լինելու, բայց հեշտ է։ Շատ հեշտ է, որովհետև ամերիկացի զինվորները այստեղ, մենակ դեսպանատանն են, բանը նստած, այդ բանը ծովային հետևակը եւ դեսպանատունն են պաշտպանում։ Իրանք չեն կարա գան պաշտպանեն մեղրին ոտնձգություններից։ Իրանը կարա, բայց Իրանին եթե մենք այդտեղ թույլ տանք, որ ինքը գա այդտեղ տնօրինի, սաղ աշխարհը կասի, վատ է կարա, մենք ուզում ենք Իրանը ոչնչացնենք, դուք Իրանին պրախոտ եք տալի։ Հա, то есть մեր համար ընդհանրապես օգուտ չկա այդտեղ, ну ուղղակի չկա։ Միակ տարբերակը, որ բանը կարար մեր համար օգուտ լիներ, դա այն էր, որ մենք թուրքերին պատերազմական գործողություններում պարտված չլինեինք եւ համաձայնվեինք այդտեղ մեր ոնց որ ասած տնօրինության տակ լիներ իրենց անցուդարձը եւ պետք է լինի վինտիլը փակենք։ Ոնց որ անում է Իրանը։ Իրանը օրինակ Նախիջևանը կապում է այսօրով Կովսականի հետ, առաջ կապում էր միջև Սաբիրաբադ բան են կոմ բաներ այդում։ Մեծ կարիդոր էր տվել Նախիջևանի թուրքերին։ Բայց բանը հիմա բանով Խուդաֆերինի կամուրջով են միանգամից անցնում Կովսականի տարածք եւ կարճ են մնում Իրանի տարածքում։ Իրանը ռեմոնտ սկսեց, երբ մի տարի է ռեմոնտ անում։ Ճանապարհը վերանորոգում է։ Պետք է լինի 10 տարի կանի։ Նույն ձևով մենք կարանք միշտ ռեմոնտ անենք։ Չենք կարա։ Մենք չենք կարա վերանորոգենք միշտ կամ ոնց որ միտեղ ասել եմ, սատկած կռիվ գտնենք, ասենք սանիտարական ռեժիմի խախտում աբանանդ է, պետք է ինչ-որ հետազոտենք, փակում ենք ճանապարհը, մենք կարանք նման բան թույլ տանք, կամ ոնց որ ռուսը ասենք ստորաբար հայտարարում է, որ ջերմուկի մեջ բան կա, մկնդեղ, հա, մշյակը, հա, մկնդեղ կա, ախմախ, դա հայտարարելուց առաջ մի հատ ռեցեպտը նայել էլի բանի մեջ, որ այնտեղ կա մշյակ, այսքան տոկոս ջերմուկի մեջ ու ջերմուկը հենց դրանով էլ է որ մեջ է
նաև մշյակը կա, իր համը տեղից էլ է գալի։ Համապատասխան ասենք տոկոս էլի։ Իրականում լավ էլ հասկանում են, բայց երբ պետք է մի քիչ բարձր տոկոս մկնդեղ են գտնում։ Նույն ձևով դու ի վիճակի ես լինելու այդ ձևով փագես այդ ճանապարհը, եթե ուժեղ լինեիր, այո, ու կարելի էր տալ այդ ճանապարհը։ Փոխադարձ ինչ որ բան ունենալով։ Հիմա օրինակ կարելի է ասել, ախպեր, հարց չկա։ Ճանապարհի մեջ պետք է մտնի, ասենք, ճանապարհը դու պետք է կառուցես, դրա մեջ պետք է մտնի կոմպենսացիաներ են, որ Բաքվի Հանրապետությունից կես միլիոն գրեթե հայա փախե, վտարվել ձեր կողմից ու կոմպենսացիաներ չի ստացել ի տարբերություն թուրքերին, որ Հայաստանից են տեղափոխվել, այդ գումարները պետք է ներառես, ռեպարացիաներ պետք է տաս, ասենք, այդ կորուստների համար, կորուստները փակող, այդ ձևով հնարավոր է նաև Երևանով էլ կարիդոր տալ, ասենց հանրապետության հրապարակով անցնի դաժե, մի հատ ստորգետնյա թունել կփորենք, որ ասենք հայրին չտեսնեն ճանապարհին։ Մենակ այն սկիզբն ու վերջը ասենք տեսնեն հայ զինվորականներին սահմանապահների հագուստներով, բայց մենք այդ վիճակում չենք, չէ՞, ուրեմն մեզ ձեռ չտալի 100%, ուղղակի ձեռ չտալի։ Մենք հիմա պետք է ճարենք ուժ, որը որ այդ թուրքական կենթանին այսպես որ նայում են, sense դեպի Միջին Ասիայի հետում, որ ցանկանա մեր միջոցով բան շան վզնոցի դեր խաղանք մենք։ Եթե առաջ ոսկոր էինք, հիմա չենք կարա փագենք կոկորտը, գոնե այսպես սեղմելու հնարավորություն։ Մենք պիտի ճարենք այդ ուժը։ Այ ով կուզենա թուրքական շան վզին, վզնոցի դեր Հայաստանը լավ խաղա։ Երևի Անգլիան, որովհետև ինքն է այս շանը դաստիարակել մեծացրել, իսկ վզնոցը մեծ շան դեպքում պարտադիր է, դաժե ցանկալի է հոսանքի շոկով։ Մեկ-մեկ որ բանա չթփրտա, քացի չանի, չգիտեմ, չգծի։ Անգլիան երևի, Ամերիկան երևի, բայց այս տրիպը դա վզնոցի դեր չի թողում, էլի, որտեղ վզնոցը, դա նշանակում է հզոր հայկական զինված ուժեր, ազգ բանակ, որովհետև մենակ հանճարը ճակերտավոր կարա համոզված լինի, որ հայը կարա կամավոր սաղ կյանքը, եթե ասենք զինվորական շարքային լինի, ասենք թեքուզ բարձր աշխատավարձով, որ իր գլխին լիքը նաչալիկներ լինեն, то есть այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակ, այն դեպքում որ պրոֆեսիոնալ բանակը ուրիշ բան է նշանակում, էլի, ուղղակի այդ սխալ ձևով են օգտագործում Հայաստանում պրոֆեսիոնալ բանակը, արհեստավարժ բանակը, ընդհանրապես պարապած սովորած բանակն է, անկախ դրանից թե ոնց է ձևավորել, դրսից վարձկաններ ես բերել, պայմանագրայիններ են թե ժամկետային, այդ մեկը մյուսի հետ կապ չունի, ոնց որ ես ասեմ, պամիդորը համով է, որովհետև երկաթգիծը սև է։ Իրար հետ կապ չունի, հա կարող է պամիդորը երկաթ գծով տեղափոխես, բայց այդ սև երկաթգիծը չի ազդում պամիդորի, ասենք, համով լինելու վրա, էլի։ Հասկանալի է։ Ժորժան, մի թողեք ձեզ դմբոյացնեն, էլի, այդ բանով մանավանդ ձեզ շուշուտ են փորձում դմբոյացնեն։ Մենակ Հայաստանում չէ, դա շատ տեղերում է այդ թեզը հետում աշխարհով մեկ։ Համընդհանուր դմբոյացման գործընթաց է գտնվում գնում ողջ աշխարհում։ Հարգելի ունկնդիրներ, մի թողեք ինչպես պարոն Վարդանովը ասել, ես էլ միանամ ձեր կոչին, այո, դմբոյացումը շատ վատ բան է եւ եղեք զգոն, եղեք սթափ եւ եղեք ամենակարևորը վերլուծող, սառը դատող, չէ՞։ Դուք կտակ մի բան ավելացնել։ Ախր դմբոյացնել ընդրա համար չեն անում, որ հաճույք ստանան, էլ ասենք, այլ անում են ընդրա համար, որ ձեզանից ինչ պետք է ստանան։ Ու դուք էլ չզգաք, որ ձեզանից ստացել են սեռական հաճույք, թալանտ, ձեր գրպանը մտնեն չհասկանաք ոնց է ալնում, դմբոյացումը դրա համար է, այլ ոնց որ սիգարետի դեմ պայքարն է այդում, չեք նկատել, որ դե սիգարետի դեմ պայքարը այդում դմբոյացման սարք է առաջ քաշվում, կանեպի օգտագործման ազատականացումը։ Սա աշխարհով մեկ է, ինչի համար, որտեվ կանեպ ծխողը ամեն ինչի հետ օքեյ է, լավ է, դեպրի կայֆի մեջ է։ Ուրեմն եզրակացնելով մեր այսօրվա պաշտպանում, ուղղակի հասկանալի է, փաստ է կարծանագրում։ Եզրակացություն այսօրվա մեր դուք էլ կասեք վերջին մի քանի խոսքը, ես հասկացա այսպես ճիշտ աշխատենք արտաքին դաշտում, արտաքին հարաբերությունները կարգավորենք, փորձենք հարաբերությունները շտկել մեր
երբեմնի այսպես ասեմ, հարաբերականորեն դաշնակիցների կամ դաշնակցի հետ կամ եթե խզված են այդ հարաբերությունները փորձենք հանուն մեր պետականության, հանուն մեր անկախության, հանուն մեր ուժի նրանց հետ բարելավել կրկին մեր հարաբերությունները եւ ինչու՞ չէ ձեռք բերել նաեւ նոր դաշնակիցներ, ճիշտ աշխատանք, հասնենք վերջապես ձեր ասած ազգ բանակին, ներքին կարողականությունը խիստ չափազանց մեծ թափով ամրապնդենք եւ նաեւ կարողանանք ներքին հասարակություն, բանակ, հասարակություն զինված ուժեր այս շահկապը ապահովելով, ամրապնդելով արդեն Հայաստանը կամ դարձնենք ամբողջության կամ գրեթե ամբողջովին անխոցելի ամրոց։ Գիտեք ինչ ինչ-որ բան կավելացնեք համեցեք։ Պահի տակ սկսում է պատերազմը հաճախ մարդու համար անսպասելի, հաճախ շատ տասնյակ չէ, հարյուրավոր հազարավոր մարդիկ, ասենք միլիոնավոր մարդիկ Հայաստանում տեղյակ չէին, էլի, ասենք, որ դի սկսեր ու սկսեց։ Եվ ինչ տեղի ունեցավ, մարդիկ արագի մեջ հասկացան, որ պիտի մի բան անեն, որտեվ իրանք ֆիզիկապես թույլ են, որտեվ իրանք էսի չունեն, էնի չունեն, բանակը էդի չի տալու, որովհետև ասենք այնքան հարուստ բանակ չունենք։ Եվ ինչ տեղի ունեցավ, մասսայական ինչ-որ բան էին անում, հաճախ ոչ պետքական, գնում էին, ասենք, ապրանքներ, որը որ պետք չի կռվի դաշտում։ Պարապել չես հասցնում շատ պարապես, հասարակական, ռազմամարզական կառույցները շատ քիչ են, որ ասենք հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ օրվա մեջ sense գան ու պարապեն ու դուրս գան, ու դա մի օրվա բան չի, էլի, ասենք, օրինակ մենք ամենակիչը 10-15 օր մարզում նոր ենք մարտի դաշտ մարդկանց, ասենք, ուղեկցում։ Հիմիկվանից է պետք անել, թե անելու բան կա, հիմիկվանից, հայր ջան, մարզվելն էլ է հիմիկվանից պետք։ Ու երբ որ մարզվեք կիմանաք, ինչ է պետք ձեռք բերել տանը ունենալ։ Հիմիկվանից է պետք բանը ձեռ մեկնել այն կառույցներին, ովքեր որ պիտանի գործով են զբաղված, պետական լինեն, հասարակական լինեն, թեկուզ անձնական սեփական բիզնես լինեն, կամ բիզնեսներ, որ օգտակար գործ են անում։ Բարդադիր չի, ասենք, փոխանցեք, ասենք, որպես դոնատ, սպոնսորություն, չէ, առեք ինչ-որ ապրանք, որը այս բանա ֆիրմեն վարի չետա, որովհետև ինքը շատ կարևոր բան է արտադրում Հայաստանի համար, կարճ ասած հիմիկվանից մտածել եւ գործել է պետք։ Շնորհակալություն պարոն Վարդանով։ Եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր զրուցակիցներ այսօր ՈՄԱ կազմակերպության հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր նոր են սկսել հետևել մեր One Talk YouTube-յան ալիքի աշխատանքներին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Շնորհակալություն, լավ եղեք։